բացված էլեկտրոնային հասցեներին տեսեք, որ իմ անունով էլեկտրոնային նամակ ստացել եք։ Անահիտ Հակոբյան, բացում ենք այդ էլեկտրոնային նամակը։ Բացում ենք էլեկտրոնային նամակը։ Եվ ձեր առջև պետք է բացվի ահա այս խաղը։ Բացվում է այս խաղը։ Սա Learning Apps խաղն է, որտեղ ձեզ ամփոփման հարցեր է տված, երեխաներ։ Դուք պետք է պատասխանեք այդ հարցերին։ Ընտրում եք և շրջանի մեջ նշում եք, որն է ճիշտ, հարցը կարդում եք ու նշում եք։ Վերևում հարցն է, այստեղ տեսեք հարցն է, ինչ է համացանցը, այստեղից ընտրում եք։ Համակարգչային ցանց։ Երեխաներ, վերևում տեսեք, այստեղ կարդում եք հարցը, այստեղից ընտրում եք։ Եվ վերջում ասում եք, ճիշտ է թե ոչ։ Ու հաշվեք, քանի հատ ճիշտ պատասխան եք տալիս։ Մենք ճիշտ էինք։ Ահա, շարունակեք։ Սմուսը ուղարկել կամ թողնել Այո։ SMS։ Մականունը առաջարկում է հանդիպել ինչ պետք է անել։ Դուք նամակ եք ստացել։ Եկեք մինիակ, բացը կորնայք, հաստեղ նամակները կայնեք։ Կայնի, վապր, էսի սխմի։ Բախեր Հանգարում է այս ծրագրի անվնաս գործ, էսի արաստի մարմնի կարծարանի մասին ամսագրի Դուք տեղերում այս խաղը խաղացիք, հիմա ուշադրիր միասին ամփոփեք այս խաղը, որ դուք խաղացիք։ Ինչ է համացանցը։ Համակարգ Էսի
Այս մեթոդը կիրառվում է նաև աստվածաբանության, փիլիսոփայության և պատմության դասերում։ Վիկտորինա քույզը խաղային և ուսուցողական մեթոդ է, որը բաղկացած է հարցերից նախատեսված գիտելիքներ ստուգելու կամ զարգացնելու համար։ Ձևավորվել է 13-րդ դարերում։ Կա մի հետաքրքիր լեգենդ Վիկտորինա քույզ բառի ծագման մասին։ Ըստ այդ լեգենդի 1791 թվականին Դուբլինի թատրոնի տնօրեն Ռիչարդ Դեյլին գրած եկավ, որ նա մեկ օրում նոր բառ կմտցնի անգլերեն լեզվում։ Նա պատի վրա գրեց քույզ բառը, որը մինչ այդ իմաստ չուներ։ Մարդիկ սկսեցին հարցնել դրա նշանակությունը, այդպես դա տարածվեց որպես հարց-պատասխան խաղի անվանում։ Իսկ այդ Վիկտորինա բառը հայտնվել է 1928 թվականներին Ալգանյոկ ամսագրում։ Խորհրդային լրագրող և գրող Միխայել Կայցովը այդպես է վերագրել այն ժողովածուները, որոնք պարունակում են հարցեր, դանդաղախաղեր, համերգներ և այլն։ Այդ ժամանցային խաղերը պատրաստում է Ռոմա Վիկտոր Միխուլինը։ Վիկտորի անուն և ազգանվան վերջին տարերից է ձևավորվել Վիկտորինա բառը։ Առաջին բառը կապվել է հաղթանակի հետ, քանի որ Վիկտորինա բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է հաղթող։
Վիկտորինայի կազմակերպչական աշխատանքները։ Այո, շատ ապրեք։ Տիկին Մանուկյան ջան, կարելի ասել մեր խմբակի հաշվետվությունն է։ Շնորհակալ եմ։ Ինչ գեղեցիկ ծաղիկներ են ձեր նման։ Էն մեկը կզնանա խմբակի գալուց։ Կեցեք, հրաշքներ, ապրեք։ Որտեղից պիտի սկսեք։ Առաջին այստեղից պիտի գնաք վերցնեք բանը։ Իրադարձություն։ Դերոշով պիտի ամենաառաջի քայլը սա պիտի լինի, որ կարողանաք այստեղից նախ լեզուն փոխեք։ Հայեր ուղղակի հայ։ Ուրա հայերեն է։ Հայերեն, ռուսկի կարող։ Ռուսկի հետը հայերեն։ Որ հասկանաք հրահանգները, ահա։ Դերեք։ Ուր է դեր հրահանգների շարքը։ Էսա սենց է։ Էսա սենց։ Սիրելի ուսուցիչներ, մենք ձեզ շատ ենք սիրում։ Ես պահած բայ։ Էլինա։ Ֆուտբոլիստների հետ թրավ։ Էնա դե միացած այն երեխեքի մոտ։ Միată կողք դրեք, դե որ իդի դի Էլեկտրոնային հասցեով հիման դուք նոր ժողում կստանաք, որը լինելու է բլոկների հիման վրա խաղ։ Պասը գիրը Ես խոհի վերցրեք Հացեք։ Կեցին ինչա։ Չորս։ Մեծացնելով ցույց տվել է։ Հիմա ստուգում ես, տեսնում ես ճիշտ է թե չէ։ Անցանք առաջ։ Լավ։ Կանգնեցի։ Դրեք ամուները։ 66 Մի խոսեք։ Հա։
Ձեր անունները գրեք։ Ինչ են անվանում հերոսներին սքրեչում, պատկերներ, հերոս, կերպար։